Բարևում եմ բոլորից, սիրելի հետևորդներ ջան, ինչքան ժամանակ աշխատանքից եկել եմ ու ոչ մի բան էլ չեմ արել, նստել եմ իմ պատշգամբում, լուռ լռության մեջ, միայն իմ սոխակներն էին երգում ու հեռվից փչում էր սով քամին, գիտեք ինչքան սիրուն տեսարաններ է բացվում իմ առջև, նայել եմ այդ հանդ ու չոլին, հետո այդ ձև եմ հանգստացել, թե ֆիզիկապես և թե իհարկե հոգեպես, բոլորիս կյանքում էլ դժվարություններ են լինում ու պետք է որ մի պահ էլ կանգ առնենք, ուղղակի լռության մեջ նստենք, հանգստանանք, մեր մտքերը հավաքենք, կենտրոնանանք, որպեսզի կարողանանք այս դժվար կյանքում առաջ շարժվել։ Գիտեք, որ տանը ինչ էլ անենք, կանենք, երբեք տան գործը չի վերջանում, ինչքան էլ ամեն բան մաքուր ա լինում, կոկիկ ա լինում, էլի մենք կանայքս մի գործ գտնում ենք մեր համար ու զբաղվում այդ գործով։ Դրան էլ գումարած արդեն այգու գործերը, հողի հետ գործերը։ Ինչևէ, լավ հանգիստս վայելել եմ, օրվային ժամներ, որ ոչ մի աղմուկ չկար, մի մեքենա չէր անցնում անգամ, հեռուներից մարդկանց ձայներ չէր գալի, միայն այդ սոխակների ձայնն էր ու հեռվից փչող սառը քամու այդ բուրմունքը, անտառի բուրմունքը, սիրելիներս, շատ եմ սիրում իմ ծննդավայրը, շատ լավ տեղ եմ ապրում ես, փառք Աստծո։ Այդպես մտքերս հանգստացնելով, հոգեպես թեթևանալով, ֆիզիկապես հանգստանալով, արդեն միացել եմ ձեզ և ուզում եմ, որ մածունս քամեմ արդեն, որոշ ժամանակ սառնանում ա մնացել ու լավ պնդվել ա, թեպետ է, որ լավ էի մերել, հենց սկզբից էլ, առաջ օրվանից էլ, լավ պինդ էր։ Գիտեք նաև, որ երկար տարիներ սառնչոլ եմ արել, 20 տարուց ավել սառ եմ գնացել իմ ընտանիքի, իմ երեխաների հետ, անասուններ եմ պահել շատ ու ոչ թե սենց փոքր պղինձներով, այլ 40 կիլոգրամանոց պղինձներով եմ մածուն մերել ու քամել, տոպրակները, որ լցնում էի այդ քամած մածունը ու շարում, պատին խփած մեխերից, այդ տեսարանները մի պահ աչքիս առաջն եկավ, ընդհանրապես ամեն բան։ Երբեմն բոլորս էլ այդպես ա չէ, որ ասենք մի աննշան մի բան մեզ մոտ հուշ է առաջացնում, սիրում ենք ասել, որ ժապավենի նման անցնում է այդ ամենը մեր աչքի առջևով։ Եվ իհարկե ես ուզում եմ, որ այդ հուշերը բոլորիս մոտ էլ լավ հուշեր լինեն, լավ անցած օրեր ունենանք և այդ հոգոցները, որ քաշում ենք մեր անցած օրերից, ապա միայն ու միայն լինեն լավ օրերի համար հոգոցներ։ Հիմա սիրելիներս, անցնեմ առաջ և մածունը քամեմ, մածունը մի կողմ քաշեմ, այստեղ 5 լիտր կաթ էի մերել ու շատ ընտիր է, իմ սրտով է, այս ամանի մեջ ջուր եմ լցրել, որպեսզի տոպրակը նախքան մածունը քամելը սառը ջրով լավ թրջեմ։ Այս տոպրակը շատ երկար տարի ա, որ ես պահում եմ խնամքով։ Առաջվա տարիներին միշտ տոպրակի մեջ թել էի անցկացնում, կլուբոկի թել էի հոսում, հետո բուլավկայով անց էի կացնում, որ միշտ և միշտ իր հետ լինի, կամ էլ էսպես ուղղակի, էս եզրից կարում էի, բայց այս տոպրակը այդ տոպրակների շարքին չէ պատկանում, նրանք արդեն մաշվել էին, քանի որ մածունի այդ շիճուկը շատ ուժեղ է, սպիտակեցնող է և բամբակյա կտորը շուտ մաշեցնող է։ Սա էլի երկար տարիների տոպրակ է, բայց դեռևս չի հասցրել մաշվի։ Հիմա այսպես ուղղակի սառը ջրի մեջ եմ թաթախում։ Տոպրակը թրջելու նպատակն է, որ մածունը չկպչի տոպրակից, ընդամենը։ Եվ հեշտությամբ մեր մածունը համքամվում է, համել տոպրակից հանելու ժամանակ, շատ հեշտությամբ և հարթ է պոկվում տոպրակից։ Այսպես, մի հատ էլ բացում, ուժեղ ձևով թափ հարում այսպես, խաղացնում, դե չգիտեմ, ինչ ենք այսպես անում, համենայն դեպս սա իմ սովորությունն է։ Ջուրը մի կողմ եմ դնում, այստեղ ինձ եմ մոտեցրել այս ամանը, որի մեջ պետք է քամեմ։
Երբ որ 40 կիլոգրամանոց պղնձով էի մածուն քամում, կամ երեխաներս էին օգնում, կամ էլ եթե երեխաներս խաղով տարված էին լինում, կամ էլ քնած էին, այսպես լվացքի շպիլկաներով ամրացնում էի, որպեսզի հեշտ լինեմ, հետո մեկ ուրիշ թավայով լցնում էի, բայց քանի որ այստեղ իմ մածունը այդքան չէ, կարող եմ հեշտությամբ էլ այսպես քամել։ Ահա, այստեղ միայն ինձ են մոտեցրել այս լավ քամե շերեփը եւ սրանով մի թեթև ուզում եմ վերցնել, ցույց տալ եւ տեսնեք, թե ինչքան պինդ մածուն է։ Մի թեթևակի ուզում եմ խառնել, տակույրես անել, որպեսզի սերը տարածվի ամբողջ մածունի մեջ։ Քանի որ գիտեք, իմ մածունը սերով էր մերված եւ սերը չգնա անմիջապես միտեղ հավաքվի։ Լավ պատրաստիր խառնում եմ։ Իհարկե կարող եմ նաև այնպես մերել, որ սերը երեսը չկա, բայց շատ սիրուն է լինում, երբ որ մերած մածունը սերը երեսն է լինում։ Այսպես խառնելուց հետո արդեն կարող եմ քամել։ Այսպես մի եզրն եմ հավաքում, մի քիչ էլ ինձ եմ հենում պղինձը և քամում։ Այսպես։ Այստեղ նորից այն շերեփը ինձ պետք կգա։ Ընդհանրապես մարդիկ կան, որ ձեռքով այսպես հավաքում են, բայց այս պահին ես չեմ ուզում այդ ձևով անել։ Ահա։ Եվ այս ձևով կքամեմ։ Կքաշեմ, կհավաքեմ և կգա։ Ինչքանն էլ որ չլցվի տոպրակի մեջ, հենց որ մի քիչ շիճուկը կքամվի, կլցնեմ այստեղ, հետո կտանեմ իմ հավերին տղան։ Շատ օգտակար է շիճուկը հավերի համար, քանի որ ունի մաքրող հատկություն, նաև շատ հիվանդություններ է բուժում, հավերի հիվանդություններ, և ամբողջ շիճուկն էլ հավերին եմ տալու։ Հետո այսպես արդեն իջեցնում եմ, մի հատ էլ այսպես ձեռքով եմ իջեցնում, որ ամբողջը հավաքվի ներքև։ Տոպրակս մի քիչ մեծ էր, բայց թե դա չի խանգարում։ Նաև սիրում եմ, որ այսպես մի եզրը հավաքեմ, մի հատ էլ այսպես, այս ամբողջ արդեն շիճուկն է, որ արդեն իսկ սկսել է քամվել։ Սկզբի համար հենց տոպրակի բերանը այսպես կոլորեմ, հետո նոր թելով կկապեմ։ Այսպես։ Ընդհանրապես որոշ ժամանակ պետք է որ այսպես թողնեմ, որպեսզի այդ ամբողջ ծանրությունը չընկնի տոպրակի վրա կամ էլ այն մասից, որտեղից որ պետք է կախենք։ Դե ասեցի, սարերում հատուկ տեղ ունենք պատրաստած ու մեխերից ենք կախում, բայց այս դեպքում արդեն կախելու եմ փայտից, որն էլ կծառայի այս պահինից իմ հին պոլիչոտկի այդ փայտը։ Գլուբոկի թելին փոխարինել եմ ահա այս կապիչը։ Ընդհանրապես նաև սովորություն ունեմ մաշված հագուստների այս կապիչները պահել, ինչ որ բանի պետք են գալիս եւ արդեն սրանով արդեն ամուր կապում եմ։ Ահա, այսպես։ Ամուր ձգում եմ, որպեսզի հանկարծ ու հանկարծ իմ տոպրակը չընկնի կախած տեղից։ Մի հատ էլ պտտում եմ ապահովության համար։ Այսպես ամուր է։ Երկրորդ անգամ։ Եվ արդեն պատրաստ է։ Արդեն այստեղ էլ կամրացնեմ, որպեսզի փայտը անցկացնեմ այս անցքով։
2 օրում լավ կքանվի, հենց որ էլ չի կաթա շիճուկը տոպրակից, ուրեմն մեր մածունը պատրաստ կլինի, ահա, այսպես, հիմա կախեմ, այստեղ արդեն աթորը այս կողմի վրա եմ դրել, գահի վրա եմ դրել, այստեղ էլ պոլիչոտկն եմ բերել, մաշված, որը չեմ օգտագործում, բայց իրեն դեն չեմ նետում, քանի որ ընդհանրապես մեկ էլ տեսնում ենք ինչ-որ մի բանի համար պետք է գալի։ Սա էլ արդեն այս քանված շիճուկը մի քիչ կլցնեմ այստեղ, որ պղինձը մաքրեմ եւ տանեմ հավերիս էլ ապահովեմ։ Հետո արդեն կկախեմ այստեղից։ Իհարկե դուռը փակ եմ պահելու, որ սիման չկա այստեղ, անկարգություններ անի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, սա էլ կմաքրեմ, հավերին գտամ, հետո կգամ էլի ձեր հետ կոֆե խմելու։ Պատրաստվեք, որ միասին կոֆե խմենք։ Սիրելի հետևորդներ ջան, մինչև որ կոֆեն կդնեմ եռալու, մի հատ ստուգեմ իմ յասամանի ծաղկամանի ջուրը, որը նորից պակասել է, համարյա ամեն օր ավելացնում եմ, այսպես, ամսի 23-ին եմ քաղել, այսօր ամսի 27-ն է, և դեռ երկար էստեղ կմնա։ Հիմա արդեն կարող եմ կոֆեն հանգիստ դնել, երբ որ այդ մնացած այդ մածունի շիճուկը տարավոր հավերին տամ, իհարկե պղնձի մածունն էլ հետը մաքրեցի լվանալու պես, տարել եմ հավերի ջրամանն եմ լցրել, հետո մի քիչ այնտեղ մնացի, որ ուշադիր լինեմ էլի, տենամ իմ բոլոր հավերն են գալի խմում այդ շիճուկից, քանի որ իսկապես շատ կարևոր է։ Ընդհանրապես ես ոչ մի անգամ իմ հավերին սրսկումներ չեմ արել։ Դե գիտեք, որ նաև հավերի հիվանդություններ կա ու դրա դեմ իմ միակ պայքարը մածունի շիճուկն է կամ էլ պանիրի շիճուկը, տնական պանիրի, ու մեկ էլ մարգանցով կա։ Երբեմն պատահում է, որ հենց մածուն եմ տալի ու սխտորով, որը նույնպես շատ օգտակար է, 1000 տեղ արժի, և իմ հավերը ընդհանրապես այս տարիների ընթացքում, երբ որ ես հավ եմ պահել, թեկուզ և ընդհատումներով ասենք, բայց իմ հավերը ոչ մի անգամ չեն հիվանդացել։ Հիմա սիրելիներս, մինչև որ կոֆեն կլինի, մարոժնին բացեմ, այսպես, ուրակը մաքուր լվացած, որը նույնպես սառնանում է եղել ու մի հատ անգամ չեմ ճաշակել։ Ընդհանրապես այդպես է, երբեմն տվյալ պահին ուզում ենք, հետո բերում, թողնում ենք, մնում է։ Այդ ամենի պատճառը մեր շատ ծանրաբեռնվածությունն է լինում։ Հիմա այստեղ պիտի մանրեցնեմ ելակը և բանանը։ Իհարկե բանանը կեղևազրկում է, որպեսզի կարողանամ կլոր շերտերի բաժանել։ Ահա, այսպես, այս իր ծաղիկի տեղն է, անպայման, և արագացնում մանրեցնելը, այսպես, որպեսզի սուրճի զուգահեռ սա էլ վայելեմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, թեպետև օրը հով է, այդքան էլ շոգ չէ, նաև սառը քամի է փչում, օրը կիրակի է, երևի այդ հանգիստ պահերը, որ ես իմ պատշգամբում նստեցի ու լռության մեջ հանգիստս վայելեցի, նաև պատճառը դա էր, որ օրը կիրակի է ու շատ մարդիկ, որ աշխատանք են լինում կիրակի օրը հանգստանում են, իսկ հակառակ ես կիրակի աշխատում եմ, իմ հանգստյան օրը վաղն է լինելու, երկուշաբթի, դրա համար այսօր հենց որ իմ սուրճն ու պաղպաղակը մրգերով կվայելեմ, ես էլ կգնամ ու կհանգստանամ։ Երբ որ դրսում նայում էի իմ հավերին այդպես, դե ոնց ասեցի, որ ուշադիր լինեմ, արդյոք բոլորը այդ շիճուկը խմեցին, թե չէ, նաև այդպես նայում էի իմ բաղ ու բաղջին, իմ կատարած և չկատարած գործերին, այստեղ ելակի տերևը ոլորում ենք, որ հեշտ դուրս գա, ահա, այսպես, ահա, քանի որ ելակները շատ է խոշոր, դրա համար մեջտեղից կիսեցի, այսպես,
շնացունի դոբրակն էլ այս կողմ եմ բերել, որպեսզի կարողանամ այստեղ անցու դարձանել։ Երկու ելակը կմանրեցնեմ, մեկով էլ երեսը կզարդարեմ, որպեսզի հաճելի վայելեմ։ Այսպես։ Սրա հետ նաև շատ է համապատասխանում կիվին։ Անանասել ունեմ սառցեխցիկում, բայց նախապես չէի հանել և հիմա էլ արդեն ուշ կլիներ, շատ էր ինքս առած ու այդ վիճակով չէր համապատասխանի մրգերի հետ։ Ճիշտ է, պաղպաղակը նույնպես սառցեխցիկում էի պահել, բայց հենց որ հանում եք սարմիջապես հետ ա գալի։ Ամեն դեպքում ելակն ու բանանը լավ հերիք է այս պահի համար։ Այսպես։ Հիմա արդեն պաղպաղակը կարող եմ լցնել, հետո շերտերով միրգը։ Սուրճն էլ արդեն ուր որ այա բարձրանում է։ Այստեղ ունենք ելակի գույն պաղպաղակ, ահա։ Եվ իմ այս գեղեցիկ պաղպաղակի ամանի մեջ եմ պատրաստելու։ Սուրճը բարձրանում է։ Այս էլ լցնեմ։ Ջան, համեղ բույրերը տարածվեցին նորից ու նորից։ Ինչքան էլ շատ գործ ունենաք, սիրելի հետևորդներ ջան, անպայման հատուկ օր տրամադրեք ձեզ հանգստանալու համար։ Աստված, որ ստեղծում է աշխարհը, 7-րդ օրը գնում է հանգստանում։ Այդպես, թող այդ 7-րդ օրը լինի շաբաթվա գոնե մեկ օրը և մեկ օր մեզ հանգստի տրամադրենք։ Շատ գեղեցիկ է լինելու, ճիշտ էլ արեցի, որ անանասը չհանեցի, դե ամեն դեպքում կկտրեի, հետ կգար, բայց արդեն, քանի որ բանանը արդեն ինքը դեղին գույն էր, ելակն էլ դե ավելի վառ կարմիր, այսքան գույները շատ հետարքիր է ինձ համար, այսպես, հետո բանաններն եմ այսպես տարածում, ընտիր, շատ եմ սիրում մրգային պաղպաղակ, հետարքիր է վայելվում, այսպես, և էլի պաղպաղակ, հետարքիր համ է ունենում սիրելիներս, նաև շատ հագեցնող է այս տարբերակով, ես կասեի վիտամինային բոմբ է դառնում, այսպես գեղեցկություն ուղղակի, ջան, այսքան պաղպաղակով բավարարվենք, քանի որ արդեն այս չափը շատ նորմալ է համարվում, ահա, իսկ երեսը ձևավորելու համար, ահա, հենց իր տերևով կարող ենք կիսել և այսպես տեղավորել, հատկապես, երբ որ մրգերի և պաղպաղակի սիրահար եք, Եվ ինչպես որ սիրում եմ ասել միշտ և միշտ, պարտադիր չէ, որ հյուրեր ունենանք, որպեսզի այսպիսի նրբորեն զբաղվենք սնունդ պատրաստելիս, խնդրեմ սիրելիներս, այսպիսի տեսք ունեցավ, այսպիսով սիրելի հետևորդներ ջան, ավարտում եմ իմ այսօրվա վլոգը և անցնում եմ վայելելու և հանգստանալու, բարի դիտում բոլորիդ, բարի հանգիստ բոլորիդ, Не дает? Жадный, а на пастака? Ты верчрут считались?
Софи, ты вообще без страха, что ли? Лечи տեղից. Այլ աչարիկի չի տեղից. Софи. Իչի. Софан мотояк, шо? Всё? Да. Ուզում ես բռնես տիտիկին? Փախավ? Ասա տիտիկ կանգնի։ Ուզում ես քարիկով խփես տիտիկին? Էդի փուֆը հələ քչի։ Юху! Да, посильнее не надо. Թրավ? Այդ տղա ծիտիկ չի, ծիտիկը։ Ծիտիկ։ Նարեկ, ծիտիկ։ Հե։ Ջան։ Ուզում եք բռնեք ծիտիկին։ Denizli. Yuhuu! Hadi Sofan. Hadi kabarne. Բացեցի, ապրիմ աղջիկը։ Չես գալիս էլ, Սոֆի, Սաֆիա։ Давай. Молодец. Че, տենց մի արա, կգնես։ Ռուլը բռնեմ։ Մամային կատացա ես անում։ Այ, գլուխս վրում է կամած։ Աչի կամած գլուխս վրում է։ Спасибо, все, хватит. Больше не хочу, все. Спасибо. Ну или наоборот. Быкник. Чем гендака? Ань, опа! Так, бой, հիմաս նարե Սոֆային քցի, Սոֆային. Գոլ! Նարեկը գոլ արավ։ Սոֆա, դե ոտով տշի, տոտոնով տշի։